Փորձում են ճնշում գործադրել իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին։ Տեղի ունեցածը իրականում եւ իրավական, եւ քաղաքական, եւ մարդկային ուղղակի անպարկեշտություն է։ Այս իշխանությունները ակնհայտորեն 26 թվականի ընտրություններից առաջ փորձում են նորից ուժ ցույց տալ, փորձում են քաղաքական դիմախոսներին ճնշել, փորձում են քաղաքական դաշտը ամայացնել, այլակարծությունը ոչնչացնել, որպեսզի 26 թվականին իրենք դաշտը այսպես մաքրած գնան ընտրությունների եւ ստանան այն, ինչ որ իրենք ուզում են ստանալ։ Սա ապացույց է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր չունենք իրավական համակարգ, արդարադատություն, սա ապացույց է այն բանի, որ մեկ մարդ տնօրինում է ամբողջ իրավական համակարգը եւ արդարադատությունը եւ նրա հրահանգով տեղի են ունենում այս կարգի խայտառակ ձերբակալություններ եւ կալանավորումներ։ Ես այստեղ նոր հետաքրքրվեցի եւ իմացա, որ Խաչիկի պարագայում ինչ որ հեռախոսային խոսակցության թեմա կա եւ ուղղակի աբսուրդ է այդ թեմա այդ խոսակցության տակ որևէ ինֆորմացիա, որ կարող է դիտարկվել ընտրություններին միջամտելու եւ այն հետ կապված չկա, բայց այս իշխանությունների պարագային բոլորովին հարկավոր չէ, որ կոնկրետ ինֆորմացիա լինի, փաստ լինի, իրենք փաստներ կհորինեն, ինֆորմացիաներ կհորինեն, իրենք իրենց ուզածին կհասնեն։ Սա նշանակում է, որ մեր երկիրը այսօր գտնվում է զավթիչների ձեռքին, սա նշանակում է, որ երկիրը գտնվում է անտերության մեջ, սա նշանակում է, որ քաղաքական ուժերը, հասարակական ուժերը, քաղաքական գործիչները, ընդդիմադիր ուժերը բավարար ջանք ու եռանդ չեն խնայել են, այսինքն, եւ այս 8 տարիների ընթացքում չեն կարողացել երկիրը ազատագրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, սա նշանակում է, որ այս բռնապետությունը, այս ռեպրեսիաները շարունակվելու են եւ նման անակնկալներ էլի են լինելու եւ ընդդիմադիր այլախոհ կարծիք ունեցող բոլոր անձանց, քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին Նիկոլը փակելու է, որովհետեւ ինքը գնում է դեպի ավտորիտար պետություն, ինքը գնում է երկրի կործանում եւ բոլոր այն մարդիկ, որ համամիտ չեն իր վարած իշխանությանը, ինքը իրենց համարում է թշնամի։ Սա ուղղակի խայտառակություն է եւ ամենակարևորը եւ ամենատխուրը այն է, որ այս իրավիճակում միջազգային որևէ կառույց, որևէ դեսպանատուն, որ գործում է Հայաստանի Հանրապետությունում, մինչեւ այս պահը որևէ քաղաքական բանտարկյալի հասցեին ի պաշտպանություն որևէ հայտարարություն չի արել։ Դա նշանակում է, որ նույն միջազգային կառույցները եւ դեսպանատները, որ գործում են Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլի իշխանության տարիներին առաջնորդվում են երկակի ստանդարտներով, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ըստ ամենայնի իրենց պետք է հենց այսպիսին, ինչպիսին ինքը կա, պետք է հենց այնպիսին, որ ճնշի Հայաստանում ազատ խոսքը, դեմոկրատիան, Նիկոլը դա անում է հանգիստ, առանց որևէ դատապարտող խոսքի, առանց որևէ նկատողության։ Սա ամենախայտարակ զավեշտալի բանն է եւ ինձ տխրեցնում է, որ այդ միջազգային կառույցները, որոնց ուղղությամբ, որոնց հանձնարարականներով Հայաստանի բոլոր կառավարությունները, բոլոր իշխանությունները աշխատել են գնալով դեպի դեմոկրատիա, դեպի ժողովրդավարություն, պահպանելով եվրոպական արժեհամակարգը, այսօր այն պահին, երբ որ Հայաստանը մխրճվում է բռնապետական տիրապետության տակ, այդ միջազգային կառույցները ձայն ծպտուն չեն հանում։ Սա ամենավատն է, ելի եմ ասում, այո, ուզում է վախի մթնոլորտ ստեղծել, այո, ուզում է ճնշել ընդդիմադիր գործիչներին եւ ընդդիմադիր ուժերին, որպեսզի 26 թվականի ընտրություններին ինքը անի այն, ինչը ինքը արդեն մտադիր է անել եւ չի թաքցնում դա։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այն անձիկ, ովքեր հիմա դատապարտված են, կալանավորված են, որևէ քրեական գործով են անցնում եւ ըստ էության առերևույթ փաստ կա այդ արդյունքում։ Ուրեմն Հայաստանի իշխանությունները ինչ ուզում են հայտարարել, բնականաբար իրենք չեն ասելու, չէ, մենք ունենք 50-ից ավելի քաղբանտարկյալ։ Բնականաբար իրենք չեն ասելու, չէ, որ Բաքվի բանտերում գտնվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բնականաբար իրենք չեն ասելու, որ մատները մատներին չեն տալիս այդ մարդկանց Բաքվի բանտից վերադարձնելու եւ քաղաքական հայացքների համար դատապարտված մարդկանց ազատելու համար։ Այն դեպքում, երբ որ Ալիևը անգամ Ադրբեջանում համաներում է իրականացնում նոր տարուց առաջ, Նիկոլ Փաշինյանը նոր տարուց 1 օր առաջ քաղաքական այլախոհներին է վերցնում եւ փակում, ընդ որում ոչ մի բանի համար, ընդ որում որևէ հիմնավոր, որևէ ապացույց չունենալով։ Վստահաբար այս դատարանը բավարարելու է Նիկոլ Փաշինյանի ամբիցիաները, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, որովհետեւ այստեղ արդարադատության մասին խոսելը առնվազն միամտություն է եւ բնականաբար այս իշխանությունները իրենց ավտորիտար նկրտումներով բնականաբար պիտի ասեն, որ մենք քաղաքական անցագործներ, քաղաքական բանտարկյալներ չունենք, որովհետև միշտ էլ կգտնվեն ինչ որ
տեքստեր, ինչ որ հոդվածներ, որոնք կփորձեն կարել, ինչպես անում էին Արմեն Աշոտյանի պարագայում, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ինչպես անում են հիմա Խաչիկի պարագայում, ինչպես անում են տարբեր քաղաքական գործիչների պարագայում, ինչպես անում են սրբազանների պարագայում, այլակարծությունը այս երկրում այլևս արգելված պտուղ է։ Այլակարծություն այս երկրում այլևս չի կարելի։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրում իշխանություն է, այլակարծություն այս երկրում չի կարելի։ Բոլորը բռնվելու են, փակվելու են, կալանավորվելու են, ձերբակալվելու են։ Սա թող իմանան բոլորը, իմանանք բոլորս, բոլոր քաղաքական ուժերը, այլ կարծիք ունեցող մարդիկ, այս վախի մթնոլորտը ինքը տարածում է եւ ես չեմ ուզում ասել, որ ինքը հաջողության չի հասնում։ Ցավոք սրտի, ես պիտի օբյեկտիվորեն խոստով անեմ, որ ինքը հաջողության հասնում է։ Հակառակ պարագային, այստեղ շատ ավելի շատ մարդ հավաքված կլիներ, քան հիմա մենք կանք այստեղ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունում նշվում է, որ Խաչիկ Գալստյանը մեղադրվում է ընտրակաշարք բաժանելու մեջ, վաղաշաբաթի ընտրություններում։ Ըստ էս ինչու հիմա հիշեցին դրա մասին։ Տեսեք, հետաքրքիր լավ հարց եք տալիս, որովհետև իրականում դա հեռախոսային խոսակցությունն է, երբ որ աշխատողները ընդամենը ընդմիջման համար գումար են ուզել, որ ընդմիջում անեն։ Հիմա եթե սա ընտրակաշարք է, ուրեմն ընտրակաշարք է։ Ինչու հիմա հիշեցին, էլի եմ ասում, դա եղել է նոյեմբերի 17-ի կարծեմ հեռախոսային խոսակցություն Էջմիածնի վաղաշաբաթի ընտրություններից։ Այո, վաղաշաբաթի ընտրություններից հետո է եղել։ Իսկ որ աշխատողները նաև կնշեք։ Չէ, ես անունները չգիտեմ, բայց ես գիտեմ, որ հեռախոսային խոսակցություն է եղել ընդամենը, որ երկուքին ասել են ուզում ենք ընդմիջում անենք, գումար երևի չեն ունեցել եւ այլն, եւ Խաչիկը չտվել այդ գումարը ըստ էության, էլի։ Այսինքն ամենածիծաղելի բանն է, որ կալես, սա մարդկային հարաբերություն է, մարդկային հարթություն է եւ ընդմիջման համար ինչ որ մարդիկ պիտի ընդմիջում անեն։ Հիմա երևի լավ կլինի, որ այդ նույն հակակոռուպցիոնը ժամանակը երբ որ կգա, մի հատ ճշտի թե ԿՊԱ-ականները այսօր ում զանգերով եւ ինչպես են ընդմիջումներ անում եւ ում զանգերով եւ ինչպես են ստանում ահռելի պարգևավճարներ, ում զանգերով եւ ինչ հնարավորություններով են անցած 7 տարիների ընթացքում ահռելի հարստություն դիզել։ Ճիշտ կլինի, որ հակակոռուպցիոնը իշխանափոխության ժամանակ, իշխանափոխությունից հետո այդ հարցերը ճշտի։ Այն ժամանակ դուք զավեշտալի փաստերի ականատես կլինեք, ես ձեզ վստահեցնում եմ։ Ես եմ շնորհակալ։